Շնորհակալություն, ուզում եմ նաև մեր երիտասարդներից ներողություն խնդրել, որ այստեղ ականատես են լինում հատկապես երիտասարդ կանանց անբռնազբոս վարքագծին ու խորհուրդ եմ տալիս ֆրակցիաների ղեկավարներին զբաղվել իրենց ֆրակցիայի անդամների բաց թողած դաստիարակությամբ եւ այստեղ նման վարքագիծ չդրսևորեն։ Բայց Աննա Մկրտչյանը մեծ հաշվով իրենց երգը երգված է եւ իրենք էլ գիտեն, որ այն աստիճան գիտեն, որ անհույս է, որ անգամ երևի չեն էլ մասնակցելու ընտրություններին կամ միգուցե թասիպի կընկնեն կմասնակցեն եւ գոնե տենց 1.5% ձայն կփոշիացնեն։ Դուք իդեպ մի 6-7% փոշիացնելու հավանականություն եք, բայց ավելի մոտ եք անցողի քշեմին։ Դրա համար ավելի ճիշտ կլինի մի քիչ հետեւողական լինեք, ինչ եք խոսում։ Այստեղ որ խոսում եք, չգիտեմ, ինչեր ուտելուց էիք խոսում, ճիշտ կլինի Տիկին Խերանյանն էր ասում, ճիշտ կլինի Ռոբերտ Քոչյանի կերասներից խոսեք։ Ասենք ֆիզիկապես կուկուռուզնիկի շենք է կերել։ 10 քաղաքացու գլուխ է կերել Երևանի կենտրոնում։ Ձեր դաշնակցական գործընկերոջ գլուխն է կերել Արագած սրճարանում։ Կամ այդ որ դպրոցներ է կառուցել, ինչի ենք մենք 300 դպրոց կառուցում։ Հետո էլի ենք 300 դպրոց կառուցելու։ Հետո էլի ենք կառուցելու, այնքան միջև դպրոցներ կառուցվեն Հայաստանի Հանրապետությունում։ Կամ այդ մանկապարտեզների շենքերից եք խոսում։ Մանկապարտեզների շենք են կառուցել։ Դրա համար էլ երեխեքը հերթի մեջ ծնված օրվանից պետքա գրանցես, որ հերթը գա, որ երեխան գնա մանկապարտեզ։ Որովհետև ինչպես վերջերս թիվ էի հիշում, բայց այսքան չի մոտ 100 մենակ մանկապարտեզ մասնավորեցվել է Երևանում։ Ինչ որ շենք ֆիզիկապես երևի սովետի ժամանակից թեև այն ցեղել է, բայց մասնավորեցվել է։ Էդա ձեր ստեղծածը։ Կամ կերասների մասին։ Գույք պարտքի դիմաց ձեր ֆրակցիայի առաջին համարը Ռոբերտ Քոչյանը տվել է Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ ուժեղ առաջնորդը այնքան ուժ չի ունեցել, որ այն մարդը ում հետ քիմիա ունի Վլադիմիր Պուտինը։ Ասենք Օրինակ Վիետնամը, օրինակ այդքան երևի ուժեղ ղեկավար ունեցել էր, որ մոտավորապես 4 միլիարդ պարտքը ջրվեց Վիետնամի, իսկ 100 միլիոնը Ռոբերտ Քոչյանը որպես ուժեղ առաջնորդ իր քիմիապես կապված առաջնորդին տվեց Հայաստանի Հանրապետության շատ կարևոր ռազմավարական նշանակության տարբեր գույքեր։ Կամ խոսեք օրինակ պաշտոնական թվերով շուրջ 200-250 հազար մարդ արտագաղթած մարդկանցից Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում սա դեռ պաշտոնական թվերն են։ Այդ մարդիկ ինչի արդյունքում են թողել գնացել Հայաստանի Հանրապետությունից։ Միգուցե ձեր բարձր ժողովրդավարական կառավարման, միգուցե, չգիտեմ, օրինակ բիզնեսի զարգացման, քաղաքացիների, ամեն մեկը մի պատճառով թողել գնացել է։ Դրանից խոսեք, հետո նոր ուժեղության մասին խոսեք։ Կամ որ ասում եք բանը, ժամանակս լրացավ, բայց կուզեի այդ հարված ընտանիքի, ինքնության, չգիտեմ ինչի մասին խոսել, սահմանադրության մասին եք խոսում, ինչի եք հրաժարվել օրինակ այդ հանձնաժողովում աշխատանքներ կատարելուց։ Ինչի եք հրաժարվել, որովհետև գաք այստեղ սկսեք ինչ որ հեքիաթներ հորինեք։ Բա գնայիք այնտեղ ձեր կարծիքն ասեիք։